Ջազվե սրճարանների ցանցը այս տարի ներկայանում է մի շարք կոնցեպտուալ փոփոխություններով։ Այսօր մենք ներկա ենք Ազատության հրապարակի հարևանությամբ գործող Ջազվե օպերայի ամառային սեզոնի բացման շնորհանդեսին, որի ընթացքում Ջազվե օպերան ներկայացնելու է իր նոր մենյուն, թարմեցված ինտերիերը, նոր բացօթյա բարը եւ բոլոր այս փոփոխությունները դուք հիմա կդիտեք եւ կտեղեկանաք, նաեւ կտեսնեք հյուրերին եւ կլսենք նաեւ նրանց կարծիքները Կամոբլոգի եթերում։ Նախ սկսեմ ընդհանուր, որ որոշվեց նոր շունչ տալ, արդեն շատ երկար տարիներ մեր Հայաստանում սիրված սրճարանի, դա իհարկե սկսեցինք օպերայի վերաբացումով, ստեղծվեց մի խումբ, տարբեր բնագավառի, տարբեր մասնագիտությունների մարդկանցից, որոնք ամիսներ շարունակ իրենց չարչարանքով վերածնունդ ստեղծեցին Ջազվեի համար կարելի է ասել, մեր բոլորի կողմից շատ հարգված, բոլորիս կողմից ճանաչված նախագծի ղեկավար Հրաչ Քեշյանի անունը կուզեմ շեշտել, որը իրոք օր ու գիշեր առանց որևէ ժամանակ խնայելու, առանց ուժ խնայելու բերեց հասցրեց ամեն ինչ այն ավարտին, ինչ որ մենք այսօր բոլորս կտեսնենք այստեղ, որպեսզի Ջազվեն դառնա ել ավելի սիրված, ել ավելի հարմարավետ մեր բոլոր հաճախորդների, մեր մայրաքաղաքի հյուրերի, բոլոր այցելուների համար։ Բոլորովին նոր մենյու էր ստեղծվել, նոր դիզայնով, նոր ոճով, ավելի պատկերավոր հաճախորդների համար եւ բնականաբար ամբողջությամբ մենյուի ցանկն է փոփոխվել։ Իհարկե որոշ վերապահումներով այն բոլոր ուտեստները, որոնք շատ սիրված էին մեր հաճախորդների կողմից, բնականաբար դրանք փորձել ենք պահպանել։ Ինչ վերաբերում է նոր տաղավարի մասին, դա մի փոքր օրիգինալ որոշում է, որը փոփոխվելու է յուրաքանչյուր 2 շաբաթը մեկ։ Քանի որ մենք սրճարանում ենք առաջի 2 շաբաթը նախընտրեցինք սկսենք սրճի թեմայից, սուրճ, որտեղ մոտիկանալով կարող են եւ նստած հաճախորդները եւ անցորդները կարող են մոտենալ եւ պատվիրել սուրճից ցանկացած տիպի պատվիրել ինչ որ մի բան։ Դա խմորեղենից միջև կոկտեյլներ, միջև տարբեր տիպի բաներ կոնկրետ սուրճ թեմայից, որը նախատեսվում է ապագայում մեր հայկական մրգերի սեզոնի ժամանակ լինելու է էլի ամեն 2 շաբաթը մեկ լինելու է հետաքրքիր ինչ որ նոր լուծումներ մրգերի հետ կապված։ Սրճարանը աշխատելու է 24 ժամ, VIP հատված վերանում է, VIP հատված չկա, ընդհանուր մի սրճարան է դառնում, մի նույն մենյուով, նույն տիպի երկուսը իրար մեջ բաժանումներ արված չի, միջոցառումները վստահեցնում եմ, որ շատ են լինելու, հետաքրքիր են լինելու ու նախապես տարբեր լրատվամիջոցների շնորհիվ անպայման կտեղեկացնենք մեր հաճախորդներին, թե ինչ է սպասվում մեզ։ Բոլոր Ջազվե սրճարանները վերափոխվելու են նոր դիզայնով, նոր ոճով։ Երևի թե ամառվանից սկսած արդեն մենք սկսենք հերթով բոլոր Ջազվեները վերափոխել արդեն մեր նոր դիզայնին կբերենք, կհասցնենք ու ամբողջությամբ կլինի էլ ավելի հետաքրքիր, քան թե կար ու ավելի մոտիկ արդեն նոր հիմիկվա օպերայի բացված Ջազվեին։ Շատ մեծ թիմ է աշխատել այս ամեն ինչի վրա։ Դուք գիտեք, Ջազվեն ունի 14 տարվա պատմություն եւ այդ 14 տարիների ընթացքում անընդհատ որոշակի նոր փոփոխություններ, նոր հետաքրքիր նորամուծություններ մտցրել է Ջազվեն։ Այս անգամ բախտ վիճակվեց ինձ աշխատել այս մեծ թիմի հետ։ Մենք փորձեցինք ինչ որ հետաքրքիր բաներ մտցնել եւ մենյուում, եւ դիզայնում, եւ մենք մեծ պլաններ ունենք նաեւ ապագայի համար, որովհետեւ Ջազվեների ցանցը այս տարի, այսպես ասած, սկսում է իր ռենովացիան։ Յուրաքանչյուր սրճարան Ջազվեի ցանցի
կլինի ավելի նոր, ավելի առաջընթաց, ավելի հետաքրքիր, ավելի այսպես ասած երիտասարդների համար։ Եթե նախկին ջազվեն դա մեր հայրերի ու մեր պապիկների բնակարանը հիշեցնող նոստալգիկ վիճակներ, հիմա մենք կփորձենք եւ այսպես ասած 70-ական, 80-ական թվականների ինժեների բնակարանի դիզայնը եւ այդ խոհանոցը նաեւ մեր բոլորի հիշողությունների մեջ ջերմ մնացած խոհանոցը հիմա մենք կփորձենք պահելով այն լավը ինչ կա ջազվեում նորարարություններ անել ու փորձել գրավել երիտասարդներին։ Ուրախ ենք տեղեկացնել մեր հաճախորդներին, որ մայիսի 1-ից ջազվե օպերան նոր կոնցեպտով հանդես կգա։ Ես մի փոքր պատմեմ նորությունների մասին, ինչ է տեղի ունեցել։ Մեզ մոտ փոխվել է ամբողջությամբ մենյուն։ Հանդես կգանք ժուրնալային, այսինքն ինքը կլինի համ որպես ինֆորմացիոն ժուրնալ, համ որպես մենյու, այսինքն կներկայացնենք նոր ուտեստներ եւ նոր խմիչքներ եւ սուրճ եւ թեյ։ Կմատուցվեն յուրովի օրիգինալ ձևով։ Կուզենայի առանձնացնել մեր հատուկ բարը, որտեղ կգործի ամեն ամիս նոր մենյու եւ մենք տալու ենք այդտեղ տեղական սեզոնային մրգերով պատրաստված թե կոկտեյլներ, թե հետաքրքիր ուտեստներ։ Կարծում շատ հետաքրքիր է լինելու, որովհետև կոնկրետ այս ամիս, քանի որ չունենք միրգ տեղական, մենք մեր այցելուներին առաջարկում ենք սուրճի շատ հետաքրքիր կոկտեյլներ, թխվածքներ, որոնք կարող եք փորձել մեզ մոտ։ Կցանկանայի նշել մեր մենյուի մասին, որը ամբողջությամբ փոխվել է եւ թերթային վիճակից դարձել է ավելի ժամանակակից եւ գունեղ տեսք է ստացել եւ պարունակությունը ամբողջությամբ փոխվել է 90%-ով։ Դուք կգտնեք երևի այնտեղ ձեզ սահանոտ միայն մեր բլիթները եւ վաֆլիով պաղպաղակը, փոխվել է նաեւ մեր անձնակազմի հագուստները, դիզայնը արել է Անահիտ Սիմոնյանը, ամբողջությամբ փոխվել է, այսինքն ավելի նորացվել է, հիմա կգամը էլ չկա։ Սիրով մեր հաճախորդներին հրավիրում ենք ջազվե օպերա, որը հանդես է գալիս նոր դիզայնով եւ նոր ինտերիերով։ Հուսով ենք այն ձեզ դուր կգա, նոր մենյուն ձեզ դուր կգա, մեր նոր բարը ձեզ դուր կգա։ Չմոռանաք մեր մնացած ջազվեների մասին, ձեզ սպասում են նորանոր անակնկալներ բոլոր մյուս մնացած ջազվեներում։ Անահիտը ոչ միայն հատուկ հրավիրված հյուրերի ցանկում է, այլև ջազվեի նոր համազգեստի դիզայնի հեղինակն է։ Անկեղծ ասա, Անահիտ, դու զուտ որպես աշխատանքի ես վերաբերվել, թե դու ինքդ այցելում ես ջազվե, քո սիրված սրճարաններից մեկն է այն եւ սիրով ես կատարել այս աշխատանքը։ Բնականաբար, քանի որ ես նախ հիշեցնեմ, որ տարիներ առաջ ես եղել եմ ջազվեի դեմքը եւ գովազդում նկարահանվել եմ, դու չես հիշում իհարկե։ Ես շատ սիրում եմ ջազվեն եւ շատ մեր շատ հարազատ մարդկանց ցանցն է սա եւ ես իհարկե մոտեցել եմ ամենայն լրջությամբ եւ սիրով։ Եվ հույսով եմ, որ դուք էլ կհավանեք, որովհետև փորձել ենք շատ քիչ փոփոխել համազգեստը, բայց միևնույն ժամանակ թողնել այդ հարմարավետությունը եւ աշխատանքին, այո։ Հետաքրքիր է, դու ծանոթ ես նոր մենյուին, որովհետև մենյուն ամբողջությամբ փոխվել է, կան արդեն նոր միլքշեյքեր, աղցաններ, շատ նոր ուտեստներ կան, որոնք պետք է ես կարծում եմ առանձին գալ ու հետո պատմել։ Դեռ կհասցնենք, կարծում եմ ամառը դեռ մեր դեմն է եւ կփորձենք անպայման։ Ասեմ, որ արդեն ծանոթ եմ նոր մենյուին, շատ գրավիչ ուտեստներ կան, խմիչքներ կան եւ ամենից շատ ես հավանել եմ ելակով թե ուտեստները, թե խմիչքները, որոնց հանդիպել եմ մենյուում։ Ասեմ, որ ամռանը ամենաշատը հենց ելակով հյութ կամ ֆրեշ կամ ելակով պատրաստված ինչ-որ բան եմ հիմնականում պատվիրում եւ այն ինչ տեսել եմ այս մենյուում, վստահ եմ, որ ամբողջ ամռան ընթացքում ինձ կուղեկցի։ Նախ եւ առաջ ես շնորհավորում եմ այսօրվա բացմանը ջազվեին, ընդհանրապես ես շատ հաճախակի եմ այստեղ գալիս, ես հիմա ընդպում եմ ջազվեի սուրճի մեջ գտնվում է կոկտեյլ, որը կոչվում է Սանդրիա, շատ համեղ է, ինչ-որ մրգերով, նանայով, գինիով, շատ համով կոկտեյլ է։ Գիտեք, այո։ Եվ այո, ես տարբեր ժամերի, ժամը չի բռնվում, որ ժամերին եմ գալի, բայց շատ եմ սիրում իմ հին Երևանի մի անկյունն է այստեղ, ես շատ սիրում եմ։ Տեղեկացնեմ, որ ջազվեն
կոնցեպտուալ փոխել է, հիմնովին փոխել է իր մենյուն, կան նոր կոկտեյլներ, ուտեստներ, աղանդներ եւ կարծում եմ մենք բոլորս այստեղ շատ հաճախ դեռ ողջ ամառվա ընթացքում կհանդիպենք։ Իդեպ ես փորձեցի շատ համով ուտելիքներ են, շատ հետաքրքիր, նոր լինի ըմպելիքը, թե ուտելիքները շատ նոր են եւ շատ համեղ։ Խորհուրդ եմ տալի փորձել, ավելի լավ է մեկ անգամ փորձել, քան 100 անգամ լսել։ Շնորհավորում եմ, որպեսզի այստեղ միշտ շատ մարդ լինի ու թեպետ կարող է ինձ համար դա վատ լինի, բայց այստեղ չլինի նստելու, այսպես միշտ գանք եւ հերթի տակ լինենք, թե ով պետք է այստեղ տեղավորվի։ Իրականում շատ ուրախ եմ, որ վերաբացվել է, որովհետեւ հենց մայրաքաղաքի սրտում, այսպես ինչպես մենք ենք սիրում ասել, կենտրոնում նոր տեղ կա, որտեղ կարելի է գալ, նստել, սուրճ խմել եւ նաեւ կոկտեյլներ ըմպել, ինչը կարծում եմ շատ լավ է։ Ջազվեն արդեն մի քանի տարի է, երևի 10 տարուց ավել է, հա, կա մեր հայկական իրականության մեջ, որակը միշտ տեղն է։ Շատ հաճելի է, որ ամառային հատվածը բացվել է, մաղթում եմ հաջողություն։ Ջազվե սրճարանի հետ ինձ մոտ շատ հետաքրքիր եւ շատ վաղ հիշողություններ են եւ քանի որ ուսանողական տարիներից ինձ ջազվեն հոգի հարազատ էր, քանի որ ուսանողական տարիներին մենք գալիս էինք այստեղ, հետաքրքիր ժամանակ էինք անցկացնում, եւ մեզ համար այսպիսի հետաքրքիր ինտերիեր, կրեատիվ մոտեցումով ինձ համար շատ ողջունելի էր միշտ եւ առ այսօր ջազվե սրճարանը պահպանում է իր դիմագիծը կրեատիվության առումով, ինչի համար շնորհավորում եմ նաեւ Հրաչ Քեշիշյանին այսպիսի հետաքրքիր մտահղացմամբ եւ կարծում եմ, որ ջազվե սրճարանը դեռ երկար տարիների կյանք կունենա իր հետաքրքիր կրեատիվ մոտեցումներով։ Ես միայն ուրախ եմ, որ հերթական անգամ միայն լավ միջոցառման եմ ներկար ընկերների եւ իհարկե բնականաբար ուրախ եմ, որ ամեն ինչ ինչպես եւ միշտ բարձր մակարդակի վրա է։ Ես շատ տեղ գնացող անձնավորություն չեմ ու այն որ եկել եմ դա նշանակում է, որ վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու ու գիտեմ, որ իմ համար հաճելի ժամանակ եմ ունենալու, բոլորիդ հաճելի ժամանակ։